Պարտք։ Մի բան, որի մասին վերջերս Հայաստանում շատ են խոսում։ Ի վերջո Հայաստանի պետական պարտքը շատ է, թե քիչ, ավելացել է, թե պակասել է։ Այսպես, Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր հնայի 59%-ը, այնինչ 2025 թվականին կազմում է մեր հնայի 49%-ը։ Այսինքն մեր պետական պարտքի բեռը նվազել է։ Իսկ դա նշանակում է, որ մեծ հաշվով պետական պարտքը մեր երկրում չնայած բացարձակ թվով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է եւ դա որպես բեռ մեր պետության ու մեր ժողովրդի համար փոքրացել է։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ, պատկերացնենք երկու ընտանիք։ Մեկը ունի ընդամենը ամսական 200,000 դրամ, բայց վարկ չունի, պարտք չունի։ Մյուսը ունի $100 միլիոն եւ ունի $20 միլիոն վարկ, $20 միլիոն պարտք։ Որ ընտանիքն է լավ ապրում, այն ընտանիքը, որը վարկ չուներ, բայց 200,000 դրամ եկամուտ ուներ, թե այն մեկը, որը $100 միլիոն կապիտալ ուներ, ուներ $20 միլիոն վարկ։ Իհարկե երկրորդը։ Հետևաբար վարկի բացարձակ ծավալը կարևոր չէ։ Կարևոր է, թե այն ինչ հատված է զբաղեցնում քո եկամուտների մեջ։ Իսկ Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է։